Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը շաբաթվա վերջին կմեկնի Կիև մայիսի 16-ին Ստամբուլում կայանալիք բանակցություններից հետո Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար, հայտում է Reuters-ը վկայակոչելով աղբյուրներին։ Ֆիդանը երկօրյա այցով Մոսկվայում է երկուշաբթի նա հանդիպել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հետ, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը մայիսի 16-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարին երկուշաբթի երեկոյան ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սպասվում է, որ երեքշաբթի օրը նա բանակցություններ կանցկացնի ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ եւ համատեղ մամուլի ասուլիս կանցկացնի դրանց արդյունքներով։ Սպասվում է, որ Ֆիդանը այս շաբաթվա վերջին կմեկնի Կիև հանդիպելու ուկրաինացի պաշտոնյաների հետ եւ վերահսկելու իրավիճակը Ստամբուլում մայիսի 16-ի բանակցություններից հետո, հաղորդում է գործակալությունը։ Կիևի ռեժիմը Ռուսաստանի Դաշնության խաղաղ բնակչության վրա իր հարձակումներով փորձում է ցույց տալ, որ կարող է բանակցել ուժի դիրքից, բայց իրականում այդ կերպ միայն ցույց է տալիս իր բացարձակ ոչնչությունը, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրանք հասկանում են, որ կրում են մեղմ ասած կորուստներ, որոնք նկատելի են մարտի դաշտում եւ հարվածներ են հասցնում խաղաղ բնակչությանը ամբողջովին վերածվելով ահաբեկչական ծայրահեղականների։ Կիևի ռեժիմը օգտագործելով ահաբեկչական մեթոդներ փորձում է ուժի դիրքից բանակցելու ունակության պատրանք ստեղծել, ասել է նա ճեպազրույցում։ Զախարովայի խոսքով նրանք, ովքեր կշարունակեն հարձակումները Ռուսաստանի խաղաղ բնակչության վրա, հետագայում կենթարկվեն պատժի։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն անընդունելի է անվանել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մեկնաբանությունները Եվրամիության կողմից Սլովակիայի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին եւ ասել, որ նա մերժում է մեկ կարծիքի քաղաքականությունը։ Այնինչ ասել է կանցլերը անընդունելի է ժամանակակից Եվրոպայում, լրագրողներին ասել է Ֆիցոն մեկնաբանելով Մերցի խոսքերը։ Սլովակիայի վարչապետը երեքշաբթի այցելել է Հայաստան եւ նրա մեկնաբանությունը տարածել են սլովական մի քանի տելեգրամ-ալիքներում։ Նա ասել է, որ եթե ինչ-որ մեկն ուզում է մեկ միասնական պարտադիր կարծիքի քաղաքականություն վարել, ապա դա ժողովրդավարության վերջն է։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես ինձ թույլ չեմ տա արտահայտել իմ սեփական կարծիքը, ապա նրանք շատ են սխալվում, ասել է Սլովակիայի վարչապետը։ Նա հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության եւ անհրաժեշտության դեպքում կարող է հանդիպել Գերմանիայի կանցլերի հետ։ Ես Սլովակիայի քաղաքականության մեջ չեմ տեսնում որևէ բան, որը որևէ մեկը կարող է անվանել օրենքի գերակայության խախտում, եզրափակել է Ֆիցոն։ Թուրքիան հասկացնում է, որ պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների եւս մեկ փուլ անցկացնել ռուսական կողմի դիրքորոշման պատճառով Վատիկանի հնարավոր միջնորդության անբարենպաստ կանխատեսումների ֆոնին, գրում է թուրքական կառավարամետ Հյուրիետ թերթը հղում անելով աղբյուրների։ Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ Շվեյցարիան եւ Վատիկանը դիտարկվում են որպես Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների վայրեր։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Վատիկանի համար անհարմար եւ մի փոքր անէլեգանտ կլինի Ռուսաստանի եւ Ուկրաինայի երկու ուղղափառ երկրների հանդիպումը եւ սցենարը, որ նրանք հարցերը քննարկելու են կաթոլիկ հարթակում, իրատեսական չէ։ Ռուսական կողմին պետք չէ համոզել, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսության աշխատանքն արագ սկսելու անհրաժեշտություն կա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ հյուպատոսության բացման հարցը մանրամասներն քննարկվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի ընթացքում։ Առայժմ Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսություն չկա, ինչու պաշտոնական պարզաբանումների համար պետք է դիմել հայկական կողմին, նշել է Զախարովան։ Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան ապրիլին հայտարարել է, որ ակնկալվում է, որ մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների շուրջ։ Գազայի հատվածի տարբեր շրջաններին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 81 մարդ, այս մասին հայտնել է կատարական Ալ Ջազիրա հեռուստաալիքը։ Զոհվածների ընդհանուր թվից 53-ը Գազա քաղաքի ռմբակոծության զոհ են դարձել։
Իսրայելական բանակը շարունակում է հրետակոծել իր շրջակայքը եւ հարվածներ է հասցնում նաեւ Պաղեստինյան անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքին։ Մարտի 18-ին Իսրայելի բանակը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում, սկսելով զանգվածային հարվածներ անկլավի դեմ եւ այդպիսով խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Պետությունը խստացնում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ազգային ժողովի նիստում ներկայացրել է Հայաստանի արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը։ Այժմ քրեական օրենսգրքով սահմանված է քրեական պատասխանատվություն պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից, ինչպես նաեւ վարժական հավաքից խուսափելու համար։ Սակայն փոխնախարարի խոսքով վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ է գրանցվել։ 2024-ին նախաձեռնվել է 1700 քրեական վարույթ։ Հայաստանի Հանրապետությունում չկա տեխնացու, որի շուրջ համաձայնության կգանք։ Մենք մեր առաջնորդն ունենք իդեմս Փաշինյանի։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Ապա անդրադառնալով ընդդիմադիրների կողմից իմպիչմենտի հարցը օրակարգ բերելուն եւ իրենց նախկին թիմակիցների կողմից տեխնացու առաջադրելուն, падգամավորը նշել է, որ Հայաստանում չկա նման օրակարգ։ Ես գնահատում եմ մեր նախկին գործընկերների ջանքը, որովհետև նրանք ցույց տվեցին, որ իրականում Հայաստանում չկա այդ օրակարգը։ Ոչ ընդդիմությունը, ոչ առավելևս իշխանությունը, ոչ մեկ այդ օրակարգը չունի։ Եվ ստորագրություն ունենալը սա լավագույնս ցույց տվեց։ Ես առաջի օրվանից ասում եմ, որ սա լակմուսի թուղթ է լինելու եւ ցույց է տալիս, որ չկա այդ օրակարգը, որովհետև ոչ մեր ընտրողը, ոչ ընդդիմության ընտրողը այդ օրակարգը չունի։ Հա, այդ պահանջը չունի։ Դրա համար այդ օրակարգը չի ձևավորվում։ Եվ շատ խորհրդանշական է, որ մեր նախկին գործընկերներն են ստորագրել։ Ցույց տալու համար ինձ թվում է, որ ընդդիմությունը, տեսեք, դե թող կան միանան, թող թղթի տակ ստորագրեն։ Դե տեխնացուի հետ կապված են համաձայնություն կա, ոչ թե process-ի, այլ մի օր եղանակը, մի օր բանը, ինչ որ մեկի բեղերը, ինչ որ մեկի մազերը, կոստյումի գույնը։ Չէ, դրանք ուղղակի պատճառաբանություններ են։ ՍԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ խոսել է Հայաստանի ներկայիս վիճակի ներքաղաքական զարգացումների մասին։ Նրա խոսքով թեև Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ սահմանադրություն փոխելու խոստումով, սակայն ոչինչ չարեց։ Ոչ միայն չփոխեց, այլ Սերժ Յակոբ-Կարածը իրեն հարմար համարեց, եւ այստեղ դա կարող էր լինել, գիտեք, քաղաքական մեկնաբանները գալիս են, խոսում են, բլբլացնում են, այս պիտի արվեր, այն պիտի արվեր։ Ես այդ դիրքերից չեմ խոսում։ Ես խոսում եմ որպես գործին մասնակցած մարդ։ Մենք տվել ենք նախագիծ, հետո 4 անգամ ենք տվել։ Եվ Նիկոլ Փաշինյանը, որը որոշում է ընդունել նորմատիվ իրավական ակտ սահմանադրական բարեփոխումների մասին, 3 արդեն 4 անգամ է ընդունել։ Ու 4 անգամ էլ 3 անգամ արդեն տապալվել է, 4-րդն էլ արդեն նախապես տապալված է, որովհետև ուղեկցվում է շատ լուրջ ընտրախախտումներով, նույնիսկ քրեական այն ասճանի, որ ես դատախազություն եմ գրել, դատախազությունը ուղարկել է քննչական կոմիտե, քննչական կոմիտեն էլ սարսափած չգիտի ինչ անի, եթե հանկարծ գրի, որ հանցակազմ չկա, նշանակում է ինքը իրեն է դատապարտում։ Եթե գրի հանցակազմ կա, այսինքն պիտի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործ հարուցեն։ Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Սարյան 24 հասցեում։ Տեղում աշխատող լրագրողները հայտնել են, որ այն պահին, երբ քաղաքապետարանը փորձում էր քանդել քաղաքացուն պատկանող ապօրինի համարվող շինությունը, նա բենզին է լցրել իր վրա եւ տարածքում։ Կարմիր բերետավորները քաղաքացուն վերման են ենթարկել։ Ֆրանսիացի վարձկանների ջոկատը վերապատրաստվում է Կիևի մերձակայքում գտնվող ճամբարում նախքան պատերազմական գոտի ուղարկելը։ Այս մասին հայտնում է France Inter ռադիոկայանը։ Միջազգային վրեժ կոչվող 7 ֆրանսիացիներից բաղկացած մարտավարական խումբը ուկրաինական հետախուզական ստորաբաժանումներից մեկն է, որը վերապատրաստում է անցնում օտարերկրյա կամավորների ուսումնական հրապարակում, ասվում է զեկույցում։ Ինչպես նշում է France Inter-ը, ստորաբաժանումը ներառում է ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք, օրինակ նախկին ոստիկան։ Ֆրանսիացիներից ոմանք Ուկրաինա են ժամանել մի քանի շաբաթ առաջ, սակայն ռադիոկայանի զրուցակիցներից մեկն ասել է, որ ինքը Կիևի կողմից ռազմական գործողություններին մասնակցում է 2022 թվականից։ Նա նշել է ուկրաինացի անձնակազմի վատ պատրաստվածությունը եւ ցանկություն հայտնել հավաքել սեփական լավ պատրաստված թիմը։ Եվրամիությունը ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հետ բանակցությունների երկրորդ փուլը խափանելու նպատակով։ ՌԻԱ Նովոստիին ասել է թուրք քաղաքական վերլուծաբան Սերհատ Լատիֆօղլուն։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը նախկինում հայտարարել էր, որ սկզբունքային համաձայնության է հասել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլի վերաբերյալ։ Բանակցությունների հավանական երկրորդ փուլի ամսաթվի եւ վայրի վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա։ Երկուշաբթի օրը ՌԻԱ Նովոստիին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։ Լատիֆօղլուն ենթադրել է, որ բանակցային գործընթացը կլինի աստիճանական։ Յուրաքանչյուր փուլում կողմերը կփորձեն մշակել ճանապարհային քարտեզ ուկրաինական կարգավորման առանձին համաձայնեցված ասպեկտների համար, ասել է վերլուծաբանը։ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների տնտեսական քաղաքականության անկայունությունը բացում է ճանապարհ եվրոյի համար որպես համաշխարհային առևտրի նոր ստանդարտ արժույթի։ Բերլինում ունեցած ելույթի ընթացքում նա նշել է, որ ներդրողները նախընտրում են անվտանգ գործընկերներին, ինչպիսին է Եվրոպան, որը կարող է ապահովել ռազմական աջակցություն։ Լագարդն ընդգծել է, որ եվրոյի դիրքի ամրապնդման համար անհրաժեշտ է խորացնել կապիտալի շուկաները, ապահովել իրավական հիմքեր եւ ստեղծել ավելի անվտանգ ակտիվներ, որոնք կարող են ներգրավել ներդրողներին։ Նա հավելել է, որ եվրոյի համաշխարհային դերակատարությունը զարգացնելու համար կարևոր է նոր առևտրային համաձայնագրերը, արդյունավետ վճարային համակարգերը եւ Եվրոպական կենտրոնական բանկի աջակցությունը լիկվիդայնության հարցում, հայտնում է Al Jazeera-ն։ Այնուամենայնիվ Լագարդը նշել է, որ եվրոգոտու կապիտալի շուկաները դեռևս ֆրագմենտացված են եւ միասնական ֆինանսական քաղաքականության բացակայությունը խոչընդոտում է եվրոյի առաջխաղացմանը։ Եթե Եվրոպան կարողանա հաղթահարել այդ խնդիրները, եվրոն կարող է դառնալ հուսալի արժույթ, որը կօգնի պահպանել եվրոպական տնտեսությունը արժութային տատանումներից եւ միջազգային պատժամիջոցներից։ Հնդկաստանի եւ Պակիստանի հակամարտության վերջին սրացումը ցույց տվեց, որ ամենավտանգավոր զենքը միջուկայինը չէ, այլ պատմությունը։ Հնդկաստանը Սինդուր գործողությամբ եւ Պակիստանը Բունյան Մարսուս պատասխանով միմյանց բախման մեջ ոչ միայն ռազմական, այլև լրատվական պատերազմ են մղել։ Մեդիան օգտագործեց պատմությունները կերտելու ազգային ինքնություն, ուժի եւ արդարության մասին հորինվածքներ, որտեղ յուրաքանչյուր կողմը սեփական զոհերին ողբաց, իսկ մյուս կողմի զոհերին անտեսեց։ Հնդկական մեդիան ներկայացրեց հարձակումները որպես դարմայական պարտականություն, իրավացի եւ նպատակային հարվածներ ահաբեկիչների դեմ, իսկ Պակիստանի մեդիան այն ներկայացրեց որպես սրբազան պաշտպանություն եւ ազգային արժանապատվության վերականգնում։ Երկու կողմերն էլ շեշտեցին սեփական իրավացիությունը, ստեղծելով թշնամու կերպար, որին չի կարելի հասկանալ կամ հավատալ։ Արդյունքում պատմությունն ինքնին դարձավ ամենավտանգավոր զենքը, կերտելով կերպարներ, որոնք զրկում են իրական երկխոսության հնարավորությունից։ Մինչև հրադադարը դադարեցրեց կրակը, մեդիան շարունակում է հյուսել պատմությունները, որոնք կձևավորեն ապագա սերունդների ընկալումները եւ հաջորդ հակամարտությունները, փոխանցում է Al Jazeera-ն։ Ուկրաինայի արտաքին հետախուզության ղեկավար Օլեհ Իվաշչենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի հետախուզությունը հաստատում է, որ Չինաստանը մատակարարում է ռազմավարական նյութեր եւ սարքավորումներ Ռուսաստանի 20 ռազմական գործարաններին։ Նրա խոսքով Չինաստանից մատակարարվում են հաստոցներ, քիմիական նյութեր, վառոդ եւ այլ բաղադրիչներ ուղղված Ռուսաստանի ռազմական արդյունաբերությանը։ Չինաստանը բազմիցս հերքել է Կիևի մեղադրանքները, պնդելով, որ աջակցություն չի ցուցաբերում Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, սակայն ի սկզբանե ավելացրել է տնտեսական համագործակցությունը Մոսկվայի հետ Ուկրաինայի ներխուժումից հետո։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Չինաստանը մատակարարում է վառոդ եւ նույնիսկ ուղարկել է քաղաքացիական անձինք ռուսական անօդաչու սարքերի արտադրությանը մասնակցելու համար։ Իվաշչենկոն հավելել է, որ Չինաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը ընդգրկել է նաեւ ավիացիոն ոլորտը, ներառյալ սարքավորումների եւ պահեստամասերի փոխանցումը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Հաղորդում է Բելտագործակալությունը։ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ Բելարուս-ռուսական օրակարգի հիմնական արդիական հարցերը, ինչպես նաեւ միջազգային իրավիճակը, ասվում է հրատարակության մեջ։ Նիդերլանդները Ուկրաինայի ուղարկել խոստացված բոլոր F-16 կործանիչները, այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է նախագահի պաշտպանության նախարարության կայքում։ Ընդհանուր առմամբ Կիև կտեղափոխվի 24 կործանիչ։
Հյուսիսային Կորեան սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ոսկե գմբեթ հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման ծրագիրը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հայտարարության մեջ հղումանելով Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության ինստիտուտի հուշագրին, ասվում է, որ ամերիկյան ծրագիրը տիեզերքում միջուկային պատերազմի սցենար է, որն աջակցում է Վաշինգտոնի միաբևեռ գերակայության ռազմավարությանը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը խոճապի պատճառ չի տեսնում ոսկե գմբեթ հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու ԱՄՆ ցանկության պատճառով, այլ ցանկանում է երաշխավորել դրա անվտանգությունը։ Նա հիշեցրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ ռուսական ռազմավարական համալիրները կարող են երաշխավորված լինել ցանկացած հակահրթիռային պաշտպանության ճեղքելու համար։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շարունակում են առաջ մղել Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարը, որպեսզի եվրոպացի առաջնորդները ներգրավեն ճգնաժամի կարգավորման բանակցություններում։ Այս մասին գրում է Financial Times թերթը։ Սթարմերը եւ Մակրոնը շարունակում են աջակցել Եվրոպան հրադադարի շուրջ բանակցությունների ներգրավելու եւ ուկրաինական բարոյահոգեբանական ոգու բարձրացման համար զորքեր ուղարկելու առաջարկին։ Ըստ բանակցություններում ներգրաված մարդկանց գրում է թերթը։ Նշվում է, որ Գերմանիան այս հարցում ավելի հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերում։ Մյուս երկրները, այդ թվում Գերմանիան, ավելի թերահավատ են, քանի որ ԱՄՆ-ն դեմ է այդ գաղափարին եւ չի խոստացել աջակցություն անվտանգության հարցում, գրում է Պարբերականը։ Եվրամիության նախարարները մայիսի 27-ին Բրյուսելում կայանալիք հանդիպանը կքննարկեն Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հարցը, կապված նրա ենթադրյալ օրենքի գերակայության խնդիրների հետ։ Այս մասին հաղորդվում է Եվրամիության խորհրդի կայքում։ Նշվում է, որ եվրոպական հարցերով նախարարները մտադիր են 8-րդ լսումն անցկացնել Հունգարիայի դեմ 7-րդ հոդվածի համաձայն կապված այդ երկրում ժողովրդավարության եւ օրենքի գերակայության մասին պահանջների հետ։ Պատժամիջոցների ներդրումը կնշանակի, որ Բուդապեշտը Եվրամիությունում իր ձայնի իրավունքը կասեցվելու այնքան ժամանակ, քանի դեռ խախտումները չեն շտկվել։ Միևնույն ժամանակ եվրոպական աղբյուրները հայտնել են, որ Եվրամիության երկրների միջև չկա միաձայնություն նման քայլի վերաբերյալ եւ այդ պատճառով որոշումը ամենայն հավանականությամբ չի ընդունվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է հեռու մնալ ուկրաինական հակամարտությունից, այսպիսի կարծիք են հայտնել մի շարք արտաքին փորձագետներ եւ կառավարության նախկին պաշտոնյաներ։ Այս մասին գրում է The New York Times թերթը։ Թրամփն ազդարարել է, որ հեռանում է հակամարտությունից, որը նա հաճախ որակում է որպես Եվրոպայի պատերազմ։ Ասվում է հրատարակության մեջ։ Ըստ թերթի ամերիկացի առաջնորդին ցնցել է նաեւ Ռուսաստանի պահանջների ցանկը, որոնք հավասարազոր են Ուկրաինայի կապիտուլյացիայի։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը Եվրոմեդիա 24-ի հետ զրույցել է իր հեղինակած աղմկահարույց նախագծի եւ քաղաքացիական պայմանագրում հասունացած բունտի մասին։ Նա նշել է, որ Հայաստանում քաղաքացիների 60-ից 70%-ը խուսափում է ծառայությունից, իսկ ինքը նախագծով առաջարկում է 4 խստացումներ, որոնք կկրճատեն բանակից խուսափելու առկա հնարավորությունները։ Եվ այսօր բանակում չեն ծառայում այն մարդիկ, ովքեր կարող են որոշ ճանապարհները ֆինանսական միջոցներ հայթայթել կամ ունենալով դիմել այս ճանապարհները, որոնք ես ցանկանում եմ փակել։ Այսինքն նախագծի նպատակը ոչ թե զորակոչի թիվը նվազեցնելն է, կամ ստեղծել այնպիսի վիճակ, որ միայն ոչ ապահովները ծառայեն, այլ ուղիղ հակառակը։ Նախագծի նպատակն է բանակ զորակոչել բոլորին, անկախ սոցիալական վիճակից։ Հայլենական պատերազմի 80-ամյակի առիթով պատիվ ունեմ խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը չի ներառվել ազգային ժողովի օրակարգում։ Նախագծին կողմ է քվեարկել 27 падգամավոր ձեռնպահ, 2 падգամավոր դեմ 54 падգամավոր։ Նշենք, որ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել։ Պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տիգրան Աբրահամյանը իր ելույթում նշել է, որ իշխող ուժի կողմից ներկայացվում են անհեթեթ հակափաստարկներ։ Քարոշչամեքենայի հրահրած, այսպես կոչված այլընտրանքային մոտեցումները սպասելի են դարձնում իշխանության այս հարցում, այս հայտարարության մասով ունեցած դիրքորոշումը։ Սակայն կան հարցեր, որոնք ինչ էլ անես, մեկ է, մնալու են որպես պատմական եւ այն խմբագրել հնարավոր չէ։ Ելույթով հանդես եկավ նաև քաղաքացիական խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանը, հորդորելով դեմ քվեարկել նախագծին։ Մեր հանձնաժողովում քննարկվել է այս հարցը, ստացել է բացասական եզրակացություն եւ ձեզ էլ կոչ եմ անում դեմ քվեարկել նախագծին։ Շնորհակալություն։
Ադրբեջանի օրակարգում հայկական շահ չի կարող լինել։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում ասել է հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով խաղաղության պայմանագրին։ Նրա խոսքով Փաշինյանն ամեն ինչ անելու է այդ թուղթը ստանալու համար, որի վրա գրված է խաղաղություն, իր վերարտադրությունը ապահովելու համար։ Որտեղ ընդունենք ցանկացած իշխանություն ուզում է վերարտադրվել, Նիկոլի համար առաջիկա ընտրությունները դա կյանքի եւ մահու հարց է։ Երբ որ ասում եմ կյանքի եւ մահու, ես հենց այդպես էլ նկատի ունեմ ֆիզիկական գոյության եւ մահվան խնդիրը, որովհետեւ ինքը շատ լավ գիտի ինքը ինչ է արել եւ շատ լավ գիտի իրեն ինչ է սպասում եւ սպառնում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 27-ին մեկնել է օկուպացված Արցախի տարածքներ։ Նա մասնավորապես այցելել է Քաշաթաղ, որտեղ մասնակցել է կարի ֆաբրիկայի եւ կոշիկի գործարանի մասնաճյուղի բացմանը։ Ադրբեջանը Քաշաթաղում հիմնել է ագրոարդյունաբերական պարկ, որի տարածքում գործում է 12 ձեռնարկություն։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը սոցցանցերում հայտնել է, որ լավ հեռախոսազրույց ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Գրառման մեջ նա նշել է, որ Եվրամիությունն եւ ԱՄՆ-ն ունեն աշխարհում ամենակարևոր եւ սերտ առևտրային հարաբերությունները։ Ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ եվրոպական երկրները պատրաստ են արագ եւ վճռականորեն առաջ շարժվել ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքի շուրջ բանակցություններում։ Մեզ անհրաժեշտ կլինի մինչեւ հուլիսի 9 ժամանակ լավ գործարքի հասնելու համար, ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Մայիսի 26-ին Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, մասնակցելու եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցու կողմից կազմակերպված կրոնական ազատություն, հայկական հոգեվոր մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում խորագրով միջազգային համաժողովին։ Վեհափար Հայրապետը ժողովականներին հղելու է իր ուղերձը։ Բանակը համալրելու համար ոչ թե պատժողական քաղաքականություն պետք է որդեգրել, այլ խրախուսական։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է անձնագրային եւ վիզաների վարչության նախկին պետմնացական Բիչախչյանը։ Ինչ եք ուզում անել, նոր ծնված երեխային ասում ենք դու գումարային պարտքով ես ծնվում, հակառակը պետք է անել, ով 1 տարի ծառայի ստանա 10 միլիոն, 2 տարի ծառայի 20 միլիոն։ Պետություն քաղաքացի հարաբերություններում փոխադարձ պարտավորության կապը պետք է ամրագրել։ Պետություն, ես քեզ տալիս եմ զինվոր, դու էլ զինվորի կյանքը բարելավի։ Բոլորիս էլ հայտնի է, որ բանակի համալրման խնդիր ունենք, բայց սա լավագույն լուծումը չէ։ Գույքային տարբերակում դնելով հասարակությունն ու բանակը բաժանում ենք աղքատների ու հարուստների։ Խորը վերլուծեք, փոփոխությամբ արտագաղթը չխթանեք ավելի։ Բացի այդ, փոփոխությունը հակասահմանադրական է, որի մասին գրված է հենց ազգային ժողովի կողմից տրված եզրակացությունում։ Ինչպես քաղաքացիություն ստանալը, այնպես նաև դադարեցնել անձի սահմանադրական իրավունքն է։ Գույքային խտրականությամբ արգելվում է տարբերակում դնել, ով հարուստ է, իրավունք ունի փոխել քաղաքացիությունը, ով աղքատ է, ծառայի հարուստներին։ Գերմանիան պետք է Լիտվայից դուրս բերի Բունդեսվերի բրիգադը, որը տեղակայված է Ռուսաստանի հետ սահմանին։ Նման պահանջով հանդես է եկել Գերմանիայի падգամավոր Սարա Վագենկնեխտը։ Մենք պահանջում ենք Բունդեսվերի հեռացումը Լիտվայից, դա շատ ավելի խելամիտ կլիներ, քան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի սահմանումը, հայտարարել է падգամավորը։ Նրա խոսքով պետք է դասեր քաղել պատմությունից եւ ռազմատենչ հայտարարությունների փոխարեն կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Եմեն ոչ մի կերպ չի մեկնաբանել Ռուսաստանի շրջանների վրա Ուկրաինայի զինվորական ուժերի դրոնների հարձակումները, որոնք ուղղված էին բնակչության ահաբեկմանը, նշել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա խոսքով գերեզմանային լռություն հաջորդել էր նաև հաղթանակի օրվա նախաշեմին Մոսկվայի եւ Ռուսաստանի այլ շրջանների վրա ԱԹՍ-ների զանգվածային հարձակումներից հետո։ Այժմ այդ նույն ճարպոտ վարազները Փարիզում, Բերլինում եւ Լոնդոնում վայրի ճիշտ կբարձրացնեն ուժի անհամաչափ օգտագործման 30-օրյա հրադադարի հրատապ անհրաժեշտության եւ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, հավելել է փոխնախագահան։ Ուկրաինայում հատուկ գործողությունը կավարտվի նրանով, որ Կիևը ստիպված կլինի ստորագրել կապիտուլյացիան։ Հակամարտության նման ելք է կանխատեսել ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը։ Ոմանք ասում են, որ Ռուսաստանը ստիպված կլինի զիջումների գնալ, ոչ, ՌԴ կհաղթի եւ Ուկրաինան ստիպված կլինի անվերապահորեն հանձնվել, ասել է նա։
Նրա խոսքով Ռուսաստանի կողմից զիջումների անհրաժեշտության մասին խոսակցությունները ավելի ուժեղ կողմին թուլացնելու փորձեր են։ Ջոնսոնը հավելել է, որ Ուկրաինայի ներկայիս իրավիճակի համար պատասխանատու են ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի երկրները, քանի որ առանց նրանց օգնության հակամարտությունն այդքան հեռուն չէր գնա։ Հայաստանի համար կարևոր է, որ ապաշրջափակումը տեղի ունենա տարածաշրջանի երկրների սուվերենության եւ իրավազորության հիմքի վրա, ինչը նաեւ շատ կարևոր է խաղաղության կոնտեքստում։ Երևանյան երկխոսություն երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա նշել է, որ Հայաստանի կառավարության ներկայացրած խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը տնտեսական նախագիծ է, որի նպատակն է ապաշրջափակել Հարավային Կովկասի տարածաշրջանի հաղորդակցությունները։ Հայաստանի կառավարությունն այս առաջարկը ներկայացրել է տարածաշրջանային երկրներին, ինչպես նաև գլոբալ համայնքին ներգրավել այս նախագծում, ինչը բարգավաճում եւ կայունություն բերելու մեծ հնարավորություններ ունի, ասել է Գրիգորյանը։ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով ապաշրջափակման կոնտեքստում Հայաստանը կարևոր է համարում հավասարության եւ փոխադարձության սկզբունքները, որով ըստ նրա սրանք են հիմնական սկզբունքները, որոնք հնարավորություններ են ստեղծում բոլորի, ոչ թե առանձին երկրների համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխադարձ այցով կմեկնի Սլովակիա։ Հայաստանի եւ Սլովակիայի վարչապետերի համատեղ մամուլի ասուլիսին Փաշինյանը հայտարարել է, որ ընդունել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հրավերը։ Մենք արդեն հասցրեցինք պայմանավորվել, որ առաջիկա հնարավոր այցը կլինի շարունակությունն այս այցի, որպեսզի հնարավորություն ունենանք անդրադառնալու այն հարցերին, որոնք առիթ ունեցանք արդեն ձևավորելու, ասել է Փաշինյանը։ Նա նաեւ նշել է, որ Սլովակիայի վարչապետի այցը Հայաստան շատ խոսուն վկայություն է երկու երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսության եւ շնորհակալություն է հայտնել այն աջակցությունների համար, որ վերջին տարիներին Սլովակիան տրամադրել է Հայաստանին։ Մի խումբ իրավապաշտպանների եւ քաղաքասարակության ներկայացուցիչներ Երևանյան երկխոսություն 2025 համաժողովին Գրեգոլի Ֆանտի մասնակցության անընդունելիության վերաբերյալ հայտարարություն են տարածել։ Խստորեն դատապարտում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող Երևանյան երկխոսություն 2025 համաժողովի շրջանակում Գրեգոլի Ֆանտի այցը Հայաստան, ով այս տարվա ապրիլին մասնակցել է ադրբեջանական Ադա համալսարանի 7-րդ քաղաքական ֆորումին, որն անցեկացվել օկուպացված Ստեփանակերտում, Արցախի պետական համալսարանի շենքում։ Մինչ հայ իրավապաշտպաններն ու քաղաքասարակության անդամները բոլոր ջանքերը գործադրում են խստորեն դատապարտելու նման անձանց այցը էթնիկ զտումների ենթարկված Արցախ եւ առավել եւս նման միջոցառումների անցկացումը այնտեղ ՀՀ-ԱԳՆ-ն ինքն է հրավիրում այդ անձանց Երևան, լուռ ընդունելով եւ ողջունելով նման այցերի թույլատրելիությունը։ Պահանջում ենք արտգործնախարարությունից հստակ պարզաբանում տալ, թե ինչու է նշված անձը հրավիրվել համաժողովին, ինչպես նաեւ անհապաղ կերպով չեղարկել այդ անձի մասնակցությունը նշված միջոցառմանը, նշված է հայտարարությունում։ Հայտարարության տակ ստորագրել են իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը, Արաքս Մելքոնյանը, Արփի Ավետիսյանը, Գառնիկ Քերքոնյանը, փաստաբան Արա Ղազարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, Արցախի ՄԻՊ Գեգամ Ստեփանյանը, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Եղանակը առաջիկա օրերին։ Մայիսի 27-ին կեսօրից հետո 28-ից 35 գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաեւ Երևանում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամուշ գնացում։ Երևանում մայիսի 27-ի կեսօրից հետո 28-ից 35 գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։ Մայիսի 31-ին հունիսի 1-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 27-ին կեսօրից հետո 28-ից 35 գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում, 31-ի գիշերը եւ կեսօրից հետո, հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայիսի 27-ի ցերեկը 28-ից 30-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։